Բարի օր, սիրելի երևանցի, սիրելի հայրենակից, այս եթերը նորից հեռարձակվում է պատմամշակութային նշանակություն ունեցող տարածքից, հայկական բարձրավանդակի դեպի Արարատ նայող Երևանի տարածքից, նոր Արաբկիր համայնքից, տեսեք ինչ է արել Ավինյան Տիգրանի թույլտվությունը շինարարության, ոնց են փորել, այդ բարձրությունը նայեք, ինչպես են փորել, ինչքան են փորել, ինչքան են խորացել եւ 100% հողակտորը ամբողջությամբ փորված է, նայեք ինչ ժայռեր են հանել, տեսեք այս ժայռերի մեծությունը, ես չգիտեմ այս տեսաձայնագրությամբ ինչպիսին է, բայց բնական պատկերը ուղղակի ահավոր է Երևան քաղաքում ինչ են անում այս գազանները, այս Ադամիում ՍՊ-ն, ով գնել է նաև այս գարաժը, տեսեք այս գարաժը, գնել են Լիաննա Մուշեղյանի անունով, ով ըստ որոշ տվյալների տիկինը փախստական է, փախել է, եկել է Հակարի կամուրջով Արցախից և հետը բերել է շուրջ 14 միլիոն դրամ, 14 միլիոն դրամով գնել է այս գարաժը, որ այստեղից պետք է նրանք ունենան իբրև թե ելք ծանր մեքենաների համար նախատեսված և այլընտրանքային ելք, երբ հանգարց որ տեղի ունենա հրդեհ, այ հրդեհի մեքենաների համար։ Լիաննա Մուշեղյանը գնել է 14 միլիոն դրամով այս գարաժը, պատկերացնում եք, խեղճ կին, խեղճ փախստական, գնել ես այս գարաժը, փոխարենը մի արցախցու օգնեիր, ինչու ես այս գարաժը գնել 14 միլիոն դրամով, քեզ որտեղից այդ գումարը 14 միլիոն դրամը, Հակարի կամուրջից ոնց ես այդ գումարը դու տեղափոխել Երևան, պարզ չէ։ Եվ պարզ չէ, թե ինչպես է Ավինյան Տիգրանը այս որոշումը տրամադրել գարաժի հողի վերաբերյալ, ես ցույց եմ տվել հարգելի քաղաքացիներ այդ Տիգրան Ավինյանի ստորագրությամբ որոշումը, որ այս գարաժի բակային տարածք է համարվում այս գարաժի տակի հողը, այս հողը թե ոնց է տրամադրել վարձակալությամբ մինչև 2029 թվականը, այսինքն հաշվարկներ ունի, որ դեռ պետք է մնա այս շենքի շինարարության բարիքներից այսպես կոչված պետք է օգտվի, մի քանի հավանաբար ինքը պետք է յուրացնի և դրա համար բակային տարածքն էլ նվիրաբերվել է որպես վարձակալություն, որպեսզի այլընտրանքային ճանապարհ այստեղից բացվի այս գազանների համար, բայց դա գարաժ է, Ադամիում ՍՊ, այս ոնց եք դուք գարաժը նախատեսել որպես ձեր համար այլընտրանքային ճանապարհ և Տիկո Ավինյան, այս ոնց ես էլ նախատեսես գարաժի տեղը բակային տարածքը որպես ճանապարհ, այս գազան շենքի համար այլընտրանքային ճանապարհ, այդ ոնց եք նախատեսել, բա չեք մտածում, որ խելոք մարդիկ կան, հասկացող մարդիկ կան, գիտակ մարդիկ կան, մասնագետներ կան, բա քարշ են տալու ձեզ հակակոռուպցիոն դատարաններում, քարշ եք գալու և դատվելու եք, նենց եք դատվելու, որ գնալու եք այնպիսի քրեակատարողական հիմնարկներ, ինչպիսին Արմավիր քրեակատարողական հիմնարկն է, հենց որ չմտածես, որ Ավինյան Տիգրան այս վայրագությունը, որը թույլ ես տվել, մարսելու ես, այս վայրագությունը, սրբությունների նկատմամբ ոտնձգությունը չի ներվելու, բացի այն, որ ինչ արել եք Արցախի հետ, ինչ արեցիք մեր երիտասարդների հետ, դա էլ չի ներվելու, բայց մասնավորապես եթե ինչ-որ տեղեր, ինչ-որ բաներ կարող եք հիմնավորել, գցել մեկը մյուսի վրա, այս մեկի տակ դու ես ստորագրել Տիգրան Ավինյան, գնալու ես, ճամպրուկդ հավաքի, պատրաստվի, որ գնալու ես, էլ են կայֆերդ, կայծերդ, փաբերում, չգիտեմ ինչ կլուբներում, որ իրականացրել ես, այդ չի լինելու, այն կայֆերը, որ արել ես,
Արմավի քրեակատարողական հիմնարկում կայֆ չկա, ուրիշ կայֆեր են լինելու։ Փթելու կայֆն է լինելու։ Իսկական փթելու, որովհետև ճահճի վրա է հիմնված այդ քրեակատարողական հիմնարկի շենքը։ Սենց ընդերք չունի, որ մորթել ես, այս բազալտային ընդերքից զրկված է։ Արարատյան դաշտում է գտնվում ճահիճների վրա կառուցված քրեակատարողական հիմնարկի շատ հոյակապ պայմաններ են փթելու, լավ կփթես այդտեղ։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, ես ձեզ ցույց տվեցի նորից պատկերը այս ապօրինի շինարարության, որը ընթանում է շուրջ 1 ամիս եւ դեռ չենք կարողացել որոշմամբ կանգնեցնել այս շինարարությունը, բայց այն, որ հարձակում են գործում իմ հայրական տան վրա եւ փորձում են վրեժ լուծել գույքից գույքը ջարդ ու խուրթ անելով, սա խոսում է նաեւ այս մարդկանց ուղեղի տկարության մասին եւ նաեւ ինչ որ չափով նաեւ իրենց անզորության մասին։ Այնպես որ վայելեք գարնանային այս շաբաթը, ուրախ եղեք, հաջողություն եմ մաղթում, մեր պայքարը շարունակվում է եւ ես այսօր ուրախալի լուր ունեմ նաեւ, որ Գյումրին վերջի վերջո ի ջարդը տալու է այս ԿՊ-ի իշխանությանը։ Գյումրիից է ջարդը տրվելու ավելի շուտ, այսպես մեր բոլորի համատեղ ուժերով։